Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին դեմ են արտահայտվում, այն անիրատեսական են համարում եւ նրան ընտրությունների միջոցով հեռացնելը միակ հնարավոր տարբերակն են համարում հատկապես նրանք, ովքեր արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել են ընտրություններին եւ պարտվել են այդ ընտրություններում, ասում է Արթունենք շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը, արձագանքելով Հայաստան խմբակցության պատասխան հայտարարությանը։ Ըստ դրա, իրենք մշտապես կողմնակից են եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը, Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության եւ ժողովրդի համար։ Փաշինյանին իմպիչմենթի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական եւ իրավական ծանրակշիռ հիմքեր առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելը ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն։ Ազգային ժողովի պատգամավորների պարզ մեծամասնությունը նաև ակնհայտ է առանց փողոցում ձևավորված հզոր համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենթի հաջողության համար անհրաժեշտ շուրջ 2 տասնյակ հավելած ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը։ Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում եւ ըստ էության որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենթի հավանական ձախողման եւ դրա հետևանքների համար։ Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։ Այնուամենայնիվ Հայաստան խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենթի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։ Նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենթի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին։ Այս գործելավոճը կասկածներ է առաջացնում, արդյոք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե դրա տակ թաքնված է Հայաստան խմբակցությանը թիրախավորելու նպատակ։